մենք Հայաստանը դարձնելու ենք 10 միլիոն հայի հայրենիք, իսկ Փաշինյանը ուզում է դարձնել 3 միլիոն հայի և 300,000 ադրբեջանցու հայրենիք։ Կալուգացի օլիգարխը 100%-ով համոզված են, որ չի հասկանում ինքը ինչ է ասում եւ ինչի համար է ասում։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող պահանջը Հայաստանում դարձել է նախընտրական բանավեճի առարկա։ Ընդդիմադիր առանցքային որոշ ուժեր պնդում են, թե Փաշինյանը կատարելու է նաև Բաքվի այս մի պահանջը Հայաստան բերելով 300,000 ադրբեջանցիների, մինչդեռ իշխանությունը հերքում է, թե նման մտադրություն ունի, այս հարցը բարձրացնողներին իր հերթին մեղադրելով ադրբեջանական նարատիվները տարածելու մեջ։ Սյունիքի կորցնելու վտանգն եմ տեսնում, Սևանի գյոլչա դառնալու վտանգն եմ տեսնում, Հայաստանի թրկացման վտանգն եմ տեսնում, բայց մի անհանգստացի։ Մենք դրա դիմաց ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ հայերի համար։ Հունիսի 7-ի ընտրապայքարին մասնակցող ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն է հաճախ այս մասին մեղադրանքներ հնչեցնում իշխանության հասցեին։ Ընդ որում, եթե օրերս 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը միլիարդատեր գործարարը հակադրել էր իր կողմից 300,000 աշխատատեղերի ստեղծման խոստման հետ, ապա նախորդին տված հարցազրույցում Կարապետյանը զարգացրեց թեման, ընդհուպ հասնելով հայկական բանակում ադրբեջանցիների հնարավոր ծառայությանն ու դրա վտանգավոր հետևանքներին։ 300,000 ադրբեջանցի բերելով մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենանք ամենակիչը 10,000 ադրբեջանցի ծառայողներ, իսկ մենք շատ լավ ենք հիշում Սաֆարովի Հունգարիայում կատարածը։ Վարչապետը մինչդեռ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարց Հայաստանի և Ադրբեջանի օրակարգում չկա։ Փաշինյանն այս հարցի քննարկումը էժան քաղաքական շահարկում որակեց։ Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Փաշինյանի համոզմամբ ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենք էլ չեն հասկանում, թե ինչու են այս հարցը բարձրացնում եւ ինչ նպատակով, քանի որ դա անում են կոնկրետ ցուցումով։ Վարչապետը սակայն չմանրամասնեց, թե ով է տվյալ դեպքում հանձնարարել Սամվել Կարապետյանին խոսել այս թեմայի շուրջ։ Իրեն հանձնարարում են, ինքը ասում է։ Ուրիշ որ ինքը չի հասկանում, ինչի մասին է խոսում։ Ինքը հարցերի փոխկապակցվածություններն էլ չի հասկանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռևս անցած հունիսին էր հայտարարել, թե Հայաստանը պարտավոր է հարգել ադրբեջանցիների մեջբերում եմ իրենց նախնիների հողեր վերադառնալու իրավունքը։ Ավելին Ալիևը պնդել էր, թե ադրբեջանցիների վերադարձը տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ հաշտության կարևորագույն նախապայման է։ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել, ասել էր Ադրբեջանի նախագահը, պահանջելով Երևանից հստակ ասել, երբ են արևմտյան ադրբեջանցիները վերադառնալու։ Լրագրողներն այսօրվա ճեպազրույցին վարչապետին հարցրեցին, արդյոք հանուն խաղաղության, որ պատերազմ չլինի, Փաշինյանը կհամաձայնի Բաքվի այս պահանջին։ Գիտեք, ես տպավորություն ստացա, թե Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ հետ եմ խոսում, որովհետև ասում եք պիտի ուղիղ պատասխանել այդ հարցին, այո թե ոչ։ Փաշինյանը նախ մեղադրեց լրագրողներին ադրբեջանական նարատիվները տարածելու համար, ապա շեշտեց, իրենք այլևս Ադրբեջանի հետ չեն քննարկում ոչ Ղարաբաղի եւ ոչ էլ Բաքվի ու այլ շրջանների հայերի վերադարձի հարցը։ Վարչապետը կարծում է, որ այս երկու հարցերը փոխկապակցված են եւ երբ որոշ շրջանակներ շարունակում են խոսել Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի մասին, նրանք տեղ են բացում ադրբեջանցիների Հայաստան վերադարձի խոսույթի համար, ինչն ըստ Փաշինյանի իրենք փակել են։ Մենք արդեն ընդունել ենք նրանց, ում պետք է ընդունենք։ Խոսքը Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների մասին է։ Նրանք, ովքեր ծածանում են դրոշներ եւ խոսում են Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի իրավունքի մասին, մենք խոսում ենք, որ նրանք պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այդ մյուս խոսույթի հեղինակները նրանք ուզում են տեղ բացել այդ խոսակցության համար, տեղ бацել։ Որտեւ մեր քաղաքականության արդյունքում այդ տեղը փակվել է, նրանք ուզում են տեղ բացել։ Լրիվ այլ թեմաներ են, որոնց համեմատությունը ուղղակի կոռեկտ չէ։
Փաշինյանի այս պնդման հետ համաձայն չէ Հայաստան դաշինքի վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կարծում է, որ արցախահայերի վերադարձի հարցը որևէ կապ չունի ադրբեջանցիների վերադարձի հետ։ Քոչարյանի համոզմամբ, երբ Ադրբեջանը բարձրացնում է 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը, Երևանն էլ պետք է խոսի Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից գաղթած 100,000-ավոր հայերի վերադարձի մասին։ Արցախի հարցը լրիվ այլ թեմա է, որտեղ Արցախը, այսպես ասենք, ինքը ուներ եւ սովետի ժամանակ կարգավիճակ եւ Արցախի ինքնորոշումը եղել է ամբողջությամբ միջազգային ընդունված սկզբունքների շրջանակներում։ Իդեպ, ի տարբերություն Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանն առնվազն հրապարակավ չի մեղադրել Փաշինյանին 300,000 ադրբեջանցիներ Հայաստան բերելու մտադրության մեջ։ Փոխարենն այս թեման մեկ այլ ընդդիմադիր ուժի ընտրական պայքարի մեջ մտած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օրակարգում է։ Օրերս անգամ գույքահարկը 100%-ով բարձրացնելու հարցի շուրջ խոսելիս անդրադարձավ այս թեմային։ Ու այսօր գույքարկներ ավելացել, այսինքն մարդուն առաջարկում են, որ դու քո տները ծախի գնա, ադրբեջանցիները 300,000-ը պետք է կան, ստեղ գնեն մնա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերքեց նաև, թե 3 Հայաստան այցելած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի հետ քննարկվել է ադրբեջանցիների վերադարձի հարցը։